Բարի երեկո, շատ սիրելի, այսօր կարոտով հանդիպած հանդիսատես բարի երեկո։ Բեմում Կանեկելի ալումինի գործարանի կանանց բարի անսամբլի վետերաններն էին։ Ինչ հրաշալի է, որ համախմբված ու նվիրական իրենց կյանքով տարիներ անց կանազի տարբեր սերունդների ներկայացուցիչներով որոշեցին ներկայանալ, ինչպես երբևէ և ներկայացրեցին հիմնադիր Սուրեն Գյանջոնյանի գոհարներից մեկը Արտաշատի պար։ Ողջունում և շնորհավորում դահլիճում և արտաքրում գտնվող կանազի բոլոր պարողներին, համերգներին մաս կազմած մարդկանց բոլոր վետերաններին, կանազ անսամբլի 60-ամյակի կապակցությամբ։ Անկեղծ ասած շատ հարազատ դեմքեր եմ տեսնում դահլիճում, քանի որ շատ տարիներ առաջ առիթ եմ ունեցել հանդիսավարելու նաև կանազի անսամբլային համերգային ծրագիրը, այնպես որ այստեղ ես հյուր չեմ, հուզված եմ և այսօրը նույնպես ինձ համար նշանակալի է։ Ողջ երեկո ձեզ հետ է Սարգիս Նաջարյանը։ Բարարտեստի ականավոր վարպետ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջոնյանի հիմնած անսամբլը դարձավ հայ մշակույթը կրողն ու տարածողը մեզանում, ինչպես նաև արտերկրում։ Մեծ է դերակատարումն ու նշանակության անսամբլի հայաստանյան բարարտեստում։ Հազարավոր սաներ զարդարեցին բեմահարթակներն ու բարահրապարակները, շատ հաճախ պատիվ բերեցին մեր ժողովրդին արտերկրում նվաճելով մրցանակներ ու դափնիներ։ Այսօրվա մեր հոբելենական երեկոն տեղի ունենում նախաձեռնությամբ հենց իրենց կանացիների և յուրաքանչյուրի մասնակցության և ներդրման արդյունքն է այսօրվա ծրագրի կայացումը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին կրկին կանազ անվան ներքո ամենքիս տոն պարգևելու համար։ Այսօր մենք միասին կդիտենք կանազի 60-ամյակի նվիրված տեսափիլմ, որը մնայուն արժեք կդառնա նաև սերունդների համար։ Անշուշտ կունենանք նաև ջերմ և նվիրական ողջույն շնորհավորանքներ։ Սիրով բեմ եմ հրավիրում կանազի երկարամյա միաժամանակ վերջին սերնդի ամենաերիտասարդ պարողներից մեկին, ով այսօր շարունակում է ներդրում ունենալ պարարվեստում և իր հիմնած պարախմբում կանազի մի շարք պարերի փոխանցում նոր սերնդին։ Շատ գնահատելի Էդգար Հովհաննիսյան և անսամբլի պարուհի հաճախ մենապարուհի Հայկանե Օսիկյան։ Բարի երեկո, սիրելի ընկերներ, սիրելի հյուրեր և հարազատներ։ Այսօր մենք այստեղ ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ վերապրելու։ Վերապրելու այն գեղեցիկ հզորուհին, որ անցել է կանանց բարի անսամբլը։ Այն մեր քաղաքի եզակի անսամբլներից է, որը ոչնչով չեն զիջում պետական կոլեկտիվներին։ Այստեղ ծնվեցին այնպիսի պարողներ, որոնք հետո փայլեցին պետական անսամբլների բեմերում, որպես մենապարողներ, բեմադրիչներ և ուսուցիչներ։ Կանանց բարի անսամբլը առանձնանում է իր բարձր մշակույթով, համախմբվածությամբ և բեմական վարպետությամբ։ Եվ պատահական չէ, որ անգամ Վրաստանի Սուխիշվիլի և Ռամիշվիլի անվան պետական անսամբլը հատուկ ուշադրությամբ ընտրեց և հրավիրեց մեր սիրելի ղեկավարին, ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջոնյանին։ Ով իր տաղանդով և մարդկային մտությամբ դարձավ կամուրջ երկու ժողովուրդների մշակույթների միջև։ Այո, այսօր կանանց բարի անսամբլը գուցե բեմում չէ, բայց նրա ոգին և ուժը ապրում են մեր մեջ։ Վետերանների անունից ուզում ենք ասել,
Մենք չենք տխրում անցյալի համար, մենք հպարտ ենք, որ այն ապրել ենք և շարունակում ենք կրել այն մեր մեջ։ Լուսահոգի Սուրեն Գյանջյանը մեզ համար միայն ղեկավար չէր, նրա դպրոց էր հավատքին։ Նա մեզ սովորեցրեց, որ պարը միայն շարժում չէ, պարը ինքդ քեզ ճանաչելու ճանապարհն է։ Երբ իհարկե խոստովանենք, երբ ես առաջին անգամ եկա գարած, այն ժամանակ շատերը դեռ կարծում են, թե պարը տղայի գործ չէ։ Բայց այստեղ տեսնելով մեր տղաներին, իրենց ուժով, արժանապատվությամբ և հայ մարդու վեր շնչով, մենք հասկացանք, պարը ուժ է, պարը հիմք է, պարը տղամարդկություն է։ Հետո մեր բարձր ապօրինները վերցի են տղաներ, վերբերանների և իհարկե այսինքների։ Հետո մեր ոտքի կանգնել պետք շեշտում բանը։ Շնորհակալություն ձեզ։ Բոլորի անունից ուզում եմ բոլոր շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր այսօր իրենք ներկայությամբ, հոգով, սրտով և ջերմությամբ դարձան այս երեկոյի մասնակիցներ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնել այն մարդկանց, ովքեր սատարեցին նաև գործով և ֆինանսապես, որպեսզի այս երեկոն իրականանա և լինի արժևորող, տոնական և հիշվող։ Ձեր աջակցությունը խոսք չի լինել, դա հիշողության պահպանում է։ Շնորհակալություն մեր կանացիներին, ովքեր այսօր պարեցին շարունակելով կանազի ոգին։ Շնորհակալություն մեր ընկերներին, որոնք այստեղ տեսել են, և նրանց, ովքեր իրենց հեռվից, արտասահմանից, սրտով ու մտքով այսօր կանգնած են մեր կողքին։ Ձեր սերը, ձեր հիշողությունը և ձեր աջակցությունը այն է, ինչով կանազը շարունակում է կենդանի գործել։ Շնորհակալություն։ Այո, անսամբլը այսօր չի գործում, բայց կանազը չի ավարտվել։ Կանազը շարունակվում է մեզնով, մեր պատմությամբ, մեր ընկերությամբ, մեր ոգով։ Եվ այսօր կարևոր է հիշել նրանց, ովքեր շարունակում են Սուրեն Գյանջումյանի ճանապարհը, պահպանելով նրա ոգին և արվեստը։ Վարդան և Սիրանուշ Գևորգյանները, Լուիզա Խաչատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Զավեն Միրաբյանը և Անդրանիկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում, Արթուր Գասպարյանը, Սոֆիա Պողոսյանը, Վահե Մելքումյանը և Աննա Սեկոյանը հայրենիքում։ Եվ ես Էդգար Հովհաննիսյանս իմ բաժին ճանապարհով շարունակում եմ կրել և փոխանցել կանազի ոգին։ Թող Սուրեն Գյանջումյանի հիշատակը լինի միշտ լուսավոր, թող կանազի ոգին ապրի մեզնով և մեզանից հետո, թող մեր երկիրը լինի խաղաղ, մեր սերունդները լինեն արժանավոր և մեր գործը շարունակվող։ Շնորհակալություն ենք հայտնում Գյանջումյան ընտանիքին, Մոսկվա կինոթատրոնի ադմինիստրացիային, Հանձինս Արուսյակ Սարգսյանին և բոլոր ներկաներին այս երեկոն իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն։ Սիրով բեմ եմ հրավիրում պարարվեստի ոլորտին շատ հրազատ մեր ժամանակների հրաշալի ռեժիսոր, մասսայական միջոցառումների վարպետ, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին։ Սիրելի բարեկամներ, սիրելի, շատ սիրելի կանացիներ, սրտան շնորհավորում եմ 60-ամյակի կապակցությամբ։ Ուզում եմ, որ երկարատյաց լինեք, առողջ լինեք, որտեղ դուք հիշողության, 60-ամյա հիշողության կրողն ու միմյանց փոխանցողն եք։ Քանի որ ֆիլմի դիտմանն ենք պատրաստ եւ դա շատ ավելի երևի կարևոր է, քան իմ խոսքը, ես առանձնապես շատ չեմ ձգի ասել միայն, որ այն ինչ ունեմ ասելու և վերաբերվելու և գնահատանքի խոսքի այդ ամենը երևում է ֆիլմում։ Ես շատ շնորհակալ եմ նախաձեռնողներին և ինձ ու մեր թիմին վստահողներին,
Եվ կարծում եմ, որ լավ շատ հաջող ջերմ ֆիլմ է ստացվել։ Միաժամանակ պիտի զգուշացնեմ, տեղեկացնեմ, որ հասկանալի է, որ ուսումնասիրման աշխատանքներ են եղել, արխիվներ են փորփրվել, տարբեր տեսակի կրիչներ այն ժամանակվա տեղափոխվել են, թվայնացվել եւ այլն, եւ այնուամենայնիվ դա քրոնիկա է եւ այն մեր պատկերացրած որակը լինել չի կարող, բայց վստահ եմ, որ շատ հարազատ դեմքերի եք հանդիպելու, ձեզ եք տեսնելու եւ անպայման հիշողություններ են արթնանալու, ժապավեններ, որ գուցե շատ շատերը չունեն։ Հարկ եմ համարում ասելու, որ այդ ժապավենների ամբողջական տարբերակը նույնպես կփոխանցվի, այսպես ասած, Գազկոմիտեին, որպեսզի ով ունի դրա կարիքը, որպես իր սեփականությունն այսուհետ ունենա եւ իր հպարտությունն ապրի եւ ծանուցի ու մատուցի իր թորներին, զավակներին եւ ընդհանրապես որպես հուշ, որպես պատում մնա մեր պարարվեստի ոլորտային արժեքներից մեկը։ Ձեզ ամենքիդ մաղթում եմ բարի դիտում եւ լավ եղեք, որտեղ դուք արժանի եք լավ լինել։ Այո, մեզ բոլորիս բարի դիտում։ Վաստակելով ամենագույն ծափերն հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, գնահատանքը, արժևորումն ու հարգանքը։ Նաև ավանդական խմբավար վարպետի հետ։ Սուրեն Գյանջումյան։ Նա իր վաստակի գնահատանքից գոհունակ էր։ Այո, չնայած դժվարին մանկության ու բարդ երիտասարդության, իր ներդրումը պարարվեստի ասպարեզում նկատվեց թե խորհրդային, թե անկախ Հայաստանի պատկան կառույցների կողմից։ Միտված ամենատարբեր գործարաններում ու ձեռնարկություններում արվիությունների ներքո մեկնարկեց մշակութային կառույցների ձևավորման գործընթացը։ Հետպատ հիմնական ու գագաթնակետային դրսևորումը։ Թեկուզ իր իսկ ստեղծած պատանեկան ու ռեզերվ հանդիսացող խմբերից վարողներին։ Վալից հետո 12 աղջիկ ամուսնացան միանգամից։ Դա բնական է, որ պետք է խանդեր։ Կազմակերպված կոլեկտիվը անխոչնդոտ ու առանց որևէ խնդրի տարիներ շարունակ ունեցավ շրջան։ Քանաքերի ալյումնի գործարանը շատ հարուստ գործարան էր եւ այն Many sense that he made it again. Ya poco palo. Մեզ համար այնպես շատ մեր տարբեր սերնդի բարող բարույների համար, որոնք Նաև օտարազնի բազմազան բառեր, որոնք ունեին եւ Հենց որպես բարող կայանան պրոֆեսիոնալ հասկանում։ Ու նա շատ սիրում էր շարժում էր իր մասնագիտությունը։ Նոր ժամանակ։ Ինքը ընդունում էր, ինքը հասկանում էր, ինքը գիտեր, սովորել էր։ Մեջը միշտ եղել այսօր աստծո պաշտպանություն։ Նայիրյան աղջիկների Երևանի հայոց բերդի հաղթանակների ու ուրախությունների մասին։ Տանաս ամույթը 60 տարեկան։
Շնորհակալություն ֆիլմի հեղինակ Արամ Սոկյասյանին, ողջ ստեղծագործական շնորհակալություն երեկոն կազմակերպողներին և աջակիցներին, Երևանի քանակերի Ալյումինի գործարանի 60-ամյա կանանց անսամբլի պարողներին սիրով հրավիրում եմ կրկին զարմացնելու հանդիսատեսին։ Այս անգամ Գյանջումյանի հանրահայտ գեղեցկագործիչներ պարոն
Կանաս անսամբլը 60 տարեկան է։ Իսկ այժմ դեմ գրավիան դալիցին գտնող բոլոր կանասիների դեմ պաշտպանել պատմական, լուսանկար ունենալու համար համեցեք Կանաս բարեկան սանդը 60 տարեկան է, շնորհավոր։ 40 տարի հետ գնացի, այդ է զգացողությունները, լավ որ շարունակականա, ու ես ոգին ապրում եմ։ Հպարտ եմ, որ ես կոլեկտիվի մի մասն եմ կազմում, որ ունեցել եմ Գյանջումյան Սուրեն անունով պարուսույց, ով բացի պարից սովորացրել է ապրել կյանք, ապրել ճիշտ ու շարժվել առաջ միշտ։ Ու շնորհակալ եմ այսօր իրան, որ իր շնորհիվ կարողանում ենք այս 60-ամյակը այս շուկով նշելու։ Անսպասելի ճիշտ ասած զգացմունքներ էին, որովհետև մեծ աշխատանք էին կատարել պարողները այսքան ժամանակվա ընթացքում։ Փաստորեն դուրս եկա, որ կանազ անսամբլը կա ու գոյություն ունի, անկախ նրանից, որ ասենք ժամանակի ընթացքում ընդհատվել էր ամեն ինչ, բայց փաստորեն կա, շարունակվում է կանազ անսամբլը ու շնորհակալություն բոլորին, կազմակերպողներին, մասնակիցներին։ Ես որպես կանազի պարայնամույթի համար առաջի պարողներից մեկը շնորհավորում եմ բոլոր վետերաններին, բոլոր այսօրվա մասնակիցներին, թող Աստված իրենց երկար կյանք, բարի ճանապարհ բոլորին։ Բեմ բարձանալուց արդեն լրիվ մենք փոխվում ենք, մենք դառնում ենք լրիվ կազմակերպված, լրիվ ձգված ու շատ ասենք պատասխանատվության զգացումը շատ է մեծանում, ասում եմ մի քանի անգամներ։ Հիմա այսօրվա ուրախությունը, այսօրվա երջանիկ պահերից մեկն է։ Ցնցված եմ, տպավորությունը այնքան շատ է, որ էմոցիաները բարերուց, աղջիկների բարերուց հուզվում էի շատ, որտեղ ես հիշում էի ինձ։ Ինձ համար շատ ուրախ, շատ հաճելի օր էր։ Այսօր ինձ համար պատմություն էր, երջանկություն էր, ես չէ որ ես Գյանջումյանի երկրորդ թե երրորդ սաներից մեկն եմ, կարոտախտի մեջ էի այսօր։ Մեկը հետքը թողել է Գյանջումյանը, շատ մեծ հետ կա թողել մեզ վրա, մեր բեմադրությունների վրա, ամեն ինչի վրա, մեր կարգապահության և մարդկային մոմենտների։
հետաքրքիր անցավ, հիշեցինք մեր երիտասարդությունը, մեր պարած ժամանակները, խոսքեր չեմ գտնում, շատ հուզված ենք ուղղակի։ Լևոն Քյուրձյանը եւ ես համարվում ենք ամենամեծերը։ Մենք փոքր ժամանակ առևտրի տնից ենք Գյանջումյանի հետ, ինքը մեզ համար ընկեր Սուրիկն է եւ ինչ որ կազմակերպել էին շատ ընտիրեր, բարել ենք, վեր հիշեցինք մեր ամեն ինչը, մեր ուրախությունը, ընկեր Սուրիկի հետ մեր անցած կյանքը, դա մի մեծ ընտանիք էր, շատ բավարարված ենք, շնորհակալություն բոլորից։ Ինքան ուրախ եմ 66 թվից, որ ես մինչև այսօր մասնակցում եմ, այսօր գիտեմ 61-ն է, իմն էլ 66-ն է։ Հրաշքոր է, հիշողությունների մեր օրն է, որ նայում էինք, մեր մանկությունը, պատանեկությունը, այսքան տարիներ, որ ապրել ենք ընկեր Գյանջումյանի մոտ, մեր հարստությունն էր, սա ուղղակի մեր հարստությունն է, որը դա մերն է, ոչ մեկ մեզնից չի կարող վերցնել այդ տարիները, այդ քրտնաջան աշխատանքը, որ արել ենք, ապրել ենք այդքան աշխարհով մեկ, այ հատուցումը ոնց որ սա էր այսօրվա մեր այս միջոցառումը, որը եւ շատ հուզիչ էր։ Շատ մեծ է, տպավորություններս նույնպես 35 տարի անց լինել նորից բեմում, շատ հուզիչ է ու կուզեի, որ ամեն մեկը ապրեր այն ապրումները, ինչ որ ապրեցի ես։ Կազմակերպչական գործում ունեցել ենք որոշակի խնդիրներ, ունեցել ենք բարդություններ, բայց մենք վստահել ենք, հավատացել ենք մեր ուժերին եւ հաղթահարել ենք։ Շնորհակալ եմ բոլորին եւ ձեզ նույնպես։ Չգիտեմ, շատ գոհ եմ երեկոյից, կարծում եմ կայացավ երեկոն։ Այսօր շատ մեծ բավականություն ստացանք, վերապրեցինք այն հետաքրքիր ճանապարհը, որ ժամանակին անցել են կանազը, մեր երիտասարդությունն էր, մեր պատանեկությունն էր։ Սուրեն Գյանջումյանը մեզ շատ լավ բաներ սովորեցրեց, շատ ուժեղ պարուսույց էր, ոչ միայն նա սովորեցնում էր մեզ պարարվեստ, այլ մարդկային արժեքներ։ Նա խոսք ուներ այսպիսի, ասում էր, կարևորում էր ավելի մարդկային արժեքներ, ասում էր, ավելի լավ է ինձ համար լավ մարդ դառնա, քան թե լավ պարող։ Առաջնայինը իր մարդկային արժեքներն էր։ Այսօր կարծում եմ բոլորն էլ ուրախ եւ իրենց հոգու խորքում տարան այս ջերմությունը, ընկերությունը, որը ժամանակին շատ հետաքրքիր, մի խոսքով ժամանակներ ենք ունեցել։ Այսօր մի ուրիշ տպավորություն էր, ավելի մի ուրիշ զգացում էր։ Փորձի ժամանակ էլի ոգևորվում էինք, բայց այստեղ հանդիսատեսը, մեր ընկերությունը եւ այն պատասխանատվությունը, որ պիտի մեր ուսերի վրա կրում ենք կանաս անունը, այսօր իհարկե ուրիշ էր եւ մեծ բավականություն ստացանք եւ կարծում եմ հանդիսատեսին էլ փոխանցեցինք այդ ջերմությունը սրտի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավոր դարձրեց այսօր մասնակցելու այսպիսի գեղեցիկ միջոցառման։ Շնորհակալ եմ իմ մեծ ուսուցչին Սուրեն Գյանջումյանին, քանի որ հանդիպումը մեր ճակատագրիս եւ ապագայի համար որոշիչ դարձավ։ Շատ լավ առիթ էր, ամեն ինչ շատ լավ էր, շատ հաջող, կազմակերպիչներից շնորհակալ ենք, բարողներից ալ, կանազը շատ դրական իմպուլսներ տվել է մեր հայ ազգին, ինչ ասեմ, ցանկանում եմ, որ իրանց հետնորդներն շարունակեն նմանապես ունենան իրանց խմբերը եւ տարիներ շարունակեն, ելի իրանց 60-ամյակները։ Ճիշտ ասած բառերով չեմ կարողանում ասել, բայց ոնց որ հիշողությունների շատ տպավորիչ էր ֆիլմը, որտեղ հիշողությունները արթնացրեց շատ։ Կանազը այսօր գոյություն չունի, բայց ունի 60-ամյակ։ Ուրեմն ունի գոյություն։ Մարդկանց սրտերում կա, մարդկանց հոգու խորքում կա եւ ապրել է, ապրում է եւ ապրելու է կանազը։ Դա համոզված եմ ես։
Այսօր մեր կանանց համույթի 60-ամյակն է, որը մեծ շուկով նշվեց, որը շնորհակալ ենք մեր աջակիցներին, մեր պարողներին, ովքեր որ մեր կողքը կանգնած են, ձեզ, ինչու՞ չէ, մեր հաղորդավարներին եւ այս կառույցի տնօրինությանը։ Շնորհակալություն։ Շատ կարևոր օր էր այսօր մեր համար, քանի որ հնարավորություն ունեցանք եւս մի անգամ վերադառնալու դեպի երիտասարդություն, նշանակավոր էր նրանով, որ մի քանի սերունդներ էին իրար հետ համատեղ նույն բեմում, տենց բան չէր եղել, եւ նաեւ իմ համար շատ հուշարժան օր է այսօր, որովհետեւ այս երիտասարդուհին 30 տարի առաջ փոքրիկ աղջնակ էր, որ ձեռքից բռնած բերել եմ Պարիմ, եղբոր աղջիկն է, ու այսօր մենք միասին նույն բեմում ելույթ ենք ունենում, ձեռք կողք պատկերացնում եք, այդ ինչ հետաքրքիր պահեր։ Այսօրը մեզ համար շատ կարևոր եւ շատ պատասխանատու օր էր, որովհետեւ մենք նշում ենք մեր անսամբլի կանանց անսամբլի 60-ամյակը եւ ես ինքս մտովի 35-36 տարի ետ գնացի եւ հիշեցի, որ 6 տարեկան էի, նոր քայլեր էի կատարում առաջին Սուրեն Գանջիմյանի դպրոցում, Պարի դպրոցում, շատ հուզված ենք եւ միևնույն պետք է նշեմ, որ եւ հպարտ ենք, որ ունեցել ենք կանանց անսամբլ եւ կանանց ինչու՞ չէ, նաեւ մի մասնիկը եղել եմ ես եւ այսօր իմ ավագ ընկերների հետ մենք բոլորս միասին մի ամուր ձևով նշեցինք մեր կանանց անսամբլի 60-ամյակը։ Ամեն օր ես Պարի մեջ եմ եւ ամեն օր եմ զգում ես մեր վարպետի շունչը, իր տված խորհուրդները, իր բեմադրությունները, ամեն մի շունչը։ Կարծես թե մեզ հետ մեր կողքով ինքը քայլում է եւ մեր թիկունքին միշտ կանգնած։ Կանացիները ուրիշ են։ Հզոր են։ Ամբողջ աշխարհում եք, հզոր ենք։ Կանազը չի ավարտվել, կանազը շարունակում է ապրել մեզնով, մեր հոգիներում, մեր սրտերում։